Սեփական ռեստորան ունենալը եղել է Կարինեի մանկության երազանքը։ Բախտի բերմամբ նման ցանկություն ունեցել է նաև Կարինեի ամուսինը։ Երկու երազանքները միաձուլելով ամուսինները միասին ստեղծել են իրենց սեփական ռեստորանը։ Ռեստորանային ոլորտում մոտավորապես արդեն 7-8 տարի է ինչ աշխատում ենք, մինչև այդ աշխատել եմ տարբեր ոլորտներում, ֆինանսական, բանկում, աշխատել եմ Coca-Cola-ում, աշխատել եմ Քավեսչյան հիմնադրամում, բայց իմ երազանքն է միշտ եղել ունենալ ռեստորան։ Ու ինքը այդ երազանքը համատեղ էր ամուսնուս երազանքի հետ։ 2 տարի առաջ բացեցինք Փաստրամին։ Շատ սիրեցինք այս ոլորտը, ես մասնավորապես առաջի օրվանից ինչ սկսեցի աշխատել, իմ համար գերագույն հաճույք էր այս ոլորտում աշխատելը, նոր իդեաներ, ամեն ինչին հետևելը եւ այլն։ Ինչ է Փաստրամին։ Փաստրամին դա համաշխարհային դելիկատես է, միս է, մսի տեսակ, անգուսի մսից պատրաստված ուտեստ, որի պատրաստումը մոտավորապես 17 օր է տևում։ Շատ երկար մարինացվում է, մոտավորապես 14 օր մարինացվում է, հետո անցնում է բնական ծխեցում, իսկ այդ ծխեցման համար օգտագործվում են հատուկ փայտեր, մրգատու ծառերի փայտեր, որոնք յուրահատուկ համ են փոխանցում մսին, որից հետո ինքը շատ դանդաղ հատուկ տեխնոլոգիայով մոտավորապես 3 օր եփվում է։ Ու ասեմ, այդ եփվելու ընթացքում մսին ոչ ջուր է կպնում, ոչ ձետ, կարակ, ոչ մի բան, ինքը իրանով եփվում է ու արդյունքում ստանում ենք շատ փխրուն, յուրահատուկ համերով լի մի միս, որը այս պահին շատ տարածված է Նյու Յորքում եւ վերջերս սկսել է նաեւ տրենդային դառնալ նաեւ Ռուսաստանում։ Արտասահմանում գտնվելու ընթացքում Կարինեն ամուսնու հետ համտեսում է Փաստրամի։ Ամուսիններն այնքան են հավանում կերակրատեսակը, որ որոշում են հայրենիքում եւս պատրաստել այն եւ ներկայացնել հայ գուրմաններին։ Ինչպես մենք եկանք այդ գաղափարին ներկայացնել Փաստրամի Հայաստանում, արտասահմանում պատահական փորձում ենք։ Այնքան ենք հավանում միսը, որ որոշում ենք պետքա ստանանք։ Ու ինքն էլ յուրահատուկ էր, Հայաստանում նման բան չկար, ոչ միտեղ չենք տեսել, ու մտածում էինք շատ հետաքրքիր նորություն կլինի Հայաստանի համար։ Ու մինչև մենք հասանք այդ արդյունքին, որ օգտագործում են հենց այս տեսակի միսը, այս յուղայնության եւ այլն, դա մոտավորապես տևեց 2 տարի, օգտագործել ենք, փչացրել ենք մոտավորապես 300-ից 400 կիլոգրամ միս։ Ինքը process-ը շատ հետաքրքիր էր մեր համար, չնայած շատ երկար էր տևում, քանի որ ամեն անգամ պատրաստելուց մենք 17 օր պետք է սպասեինք, որ այդ process-ը լինի, հետո տեսնենք, ճիշտ ենք ստացել, թե չէ։ Ու տենց 2 տարին գլորվեց։ Արտասահմանցիները շատ են հավանում մեր Փաստրամին ու գնահատում են որպես համարժեք նյույորքյան Փաստրամի։ Իրոք մերը շատ լավն է։ Կարինեն վստահեցրեց երիտասարդ գործարարներին չվախենալ ոչնչից եւ համարձակ գնալ դեպի երազանք։ Ամենակարևորը ոչնչից չվախենալ, եթե ունեք երազանք, ցանկություն, պարտադիր կամած առաջնային պլանավորել քայլերը, ինչ է պետք երազանքին հասնելու համար անել եւ քայլ առ քայլ գնալ դեպի դա, որովհետեւ կյանքը կարճ է, պետք է պարտադիր աշխատել երազանքին հասնելու համար, իսկ դա ամենամեծ զգացողություններից մեկն է, երբ որ դու զբաղվում ես քո սիրած գործով, երբ որ դու ունեցել ես ինչ-որ մի երազանք ու այն իրագործել ես։